Մայիսի 4-ից սկսված ոչ միայն այս հատվածում, Մարմարիկ գյուղում, Մարմարիկ գետի ամբողջ երկայնքով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարում ինտենսիվ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Այս տեղամասերից մեկն է, որտեղ ներգրաված են մոտորանավակներ, նավակներ, որ պարբերաբար դուրս են գալի Աղբյուրակի ջրամբարի վրա եւ որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Աղբյուրակի ջրամբարի որոշ հատվածներում տեղադրվել են ցանցեր, որպեսզի ջուրը բերելուց հանկարծ չանցնի, չնայած մենք միշտ տեղ հերթապահություն ունենք, գրեթե 24 ժամ ստեղ մենք մարդ ունենք ու հետևում են ջրի հոսքին։ Աղբ է բարձրանում, ցանկացած իր կասկածելի, եթե նկատում ենք հեռադիտակներով, տեսնում են իրը, ֆիքսում են, մոտորանավակը մոտենում է, տեղում արձանագրում է ինչ է եւ մեզ զեկուցում են։ Որոնողափրկարարական աշխատանքների սկզբից ի վեր մենք գիտենք, որ երեխայի վրա եղել է կապույտ գույնի ջինսին նվավող շորեր, կարճնիվի գույնի կոշիկներ, ցանկացած նմանատիպ իր, որ հատվածում լինի, գետի թե գյուղի հարակից տարածքներում հանդիպելուց անպայման ֆոտոնկարահանում կամ վիդեոնկարահանում են, ուղարկում են մեզ, մենք մեր հարազատների հետ քննարկում ենք, հասկանանք երեխային է թե երեխային չի։ Նշեմ նաև, որ որոնողական աշխատանքներին ներգրաված են եղել սկզբի օրվանից սկսված բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր, հատուկ ջրի հատակը նկարահանող սկաներներ, որ հատուկ տեխնիկա է, հենց նախատեսված է դրա համար, իջացնում ենք ջրամբարում, որոշակի տարածքներով, սկանարավորելով, նկարելով, շարժում ենք այն հատվածները, կասկածելի հատվածները, բոլոր հատվածները գետնի տակ նկարահանվում է, ջրի տակ։ Այս պահին պատրաստվում են սարքը նորից ջրի մեջ իջեցնել, նկարահանումները սկսելու համար։